Տաշիրի ընտրատեղամասերն էլ սովորականի նման բացվեցին ժամը 8-ի դրությամբ։ Ընտրողների ակտիվությունից հանձնաժողովականները չեն բողոքում։ Մարդիկ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հարցում բավական պարտաճանաչ են։ Տաշիրի թիվ 32 կոտորակին ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը պետք է իր ընտրությունը կատարի հենց այս տեղամասում, չնայած դեռ չի հասցրել։ Իրոք, այնքան ակտիվ էր, որ չհասցրեցի նաև իմ քաղաքացիական պարտքը կատարելու։ Հանձնաժողովի անդամները չեն բողոքում ոչ միայն ընտրողների ակտիվությունից, այլև հերքում են մամուլում շրջանառվող լուրերը, թե որոշ թեկնածուների վստահված անձանց նկատմամբ բռնություններ են կիրառվում։ Ինտերնետում շրջանառվում են լուրեր, որ բռնություն է գործադրվել կամ ինչ-որ կերպ ցանկացել են բռնանալ Ռաֆայել Հովհաննիսյանի վստահված անձի վրա, նման դա չի համապատասխանում իրականությանը եւ նման բան գոյություն չունի։ Ընտրախախտման դեպքի շուրջ ծավալված խոսակցությունների մասին բարձրաբանումներ ստացանք առաջին ձեռքից։ Մարիամ Պալուզյանն է, նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանի վստահված անձը։ Միջադեպը որակում է որպես թյուրիմացություն։ Գրանցվեց մի թյուրիմացություն, աղջիկը քվեարկել էր մոր փոխարեն, ընտրողների անուշադրության արդյունքում այս Մարիան նստած էր այստեղ, դրանից հետո նախագահի շնորհիվ կանխարգելվեց այս դեպքը ու մինչ այս ժամը նմանատիպ դեպք չի գրանցվել։ Ընտրությունները ընթանում են հանգիստ իրավիճակում։ Իրավիճակը հանգիստ էր նաև Տաշիր քաղաքի թիվ 32 կոտորակի 2 տեղամասում։ Հանձնաժողովի Հայ ազգային կոնգրեսական նախագահը հուսով է այդպես էլ կշարունակվի։ Չեմ համարում, որ ակտիվությունը վատ է։ Միգուցե նաև օրվա վերջում ավելի ակտիվանան։ Ընդամենը մի քանի ժամ եւ հայտնի կդառնան Հայաստանի Հանրապետության 6-րդ նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ մինչ այդ ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց վերջին ժամերն են օգտագործում։ Լիանա Մխիթարյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ, Տաշիր։